Դժվար է պատկերացնել, բայց Բախը երբևիցե չի լսել Բեթհովենին։ Ես Եգոր Գլումովն եմ եւ մենք սկսում ենք երեկոն շանթում։ Ինչ կարող եմ ասել մեր այսօրվա գլխավոր հերոսի մասին։ Նա լսել է համ Բեթհովենին, համ Բախին, համ էլ Արամելիչին։ Իսկ հիմա նրան լսում են ուրիշները։ Մեր այսօրվա գլխավոր հերոսն է, իհարկե, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Պարոն Արա Գևորգյանն է այստեղ, մարդ, որ երաժշտությունից շատ ավելի լավ է հասկանում, քան ես, եւ մարդ, որ այսօր երաժշտության մասին կխոսի նաեւ, բայց ոչ միայն երաժշտության, որովհետեւ տարբեր թեմաներից ենք խոսել։ Թույլ կտաս, բայց իհարկե։ Հիացմունքս հայտնեմ մեր երաժիշտներին, ասեմ բրավո, բոլորին գրեթե ճանաչում եմ, մեր մի քանի հոգու մանկուց, այո, մեր քաղաքի լավագույն երաժիշտներից են, շատ ուրախ եմ, ողջույն։ Եվ այս երաժշտությունը ինձ տարավ հասցրեց այն տարիները, երբ մենք նույն բանը նվագում էինք այս ծրագիրը, այս կարգի ծրագիրը էինք նվագում։ Այս երգը առաջին անգամ հնչել է 1986 թվականին Եվրոպ խմբի կատարմամբ։ Դուք առաջին անգամ երբ նվագեցիք։ Մենք 85 թվականին, երբ որ Մարիոթ հյուրանոցում էինք աշխատում, այսօրվա Մարիոթ, առաջ Արմենիա էր կոչվում, իմիջիայլոց մտել էինք այդ ռեստորան, որպեսզի ապարատուրայի պարտքը փակենք, պարտքով էինք առել, եւ ամբողջ ես պատմությունը այսպեսի պատմեմ։ Պատմեք։ Որովհետեւ բայց մի րոպե, Եվրոպան 86 թվին դուք 85-ին արդեն նվագել։ Չէ, մենք 85-ից Մարիոթում էինք։ Ինձ թվաց ինչ նոր երաժշտություն։ Ինձ թվաց սա ձեր երգն են, իրանք են վերցրել, չէ։ Ուզում ասեմ, որ ինչ նոր բան դուրս էր գալի, մենք պարտադիր պետքա սովորեինք, որտեվ մյուս օրը մեր հաճախորդները ուզում էին, պատվիրում էին։ Եվ պատկերացրեք, որ այդ տարիներին, որ Մարիոթում մրցույթով մեր ռալի խումբը ընդունվեց Մարիոթ, Արմենիա այդ հյուրանոց, ռեստորանում Տիգրան Մեծ սրահում իմիջիայլոց, առաջին անգամ մենք ենք նվագել, եւ տնօրենը կանչեց, ասեց, լսեք, հայկական բան քիչ նվագեք, ռաբիս չդարձնեք ստեղ, պետքա ֆիրմա գործեր։ Լրիվ։ Այն ձեր ռալիական գործերը նվագեք, վայ, ասի մեծ ուրախությամբ։ Եկել մի անգամ, ասենք, մի 10 օր հետո դահլիճով անցնում էր, էլի մենք հայկական բան էինք նվագում, կանչեց մեր երաժիշտներից մեկին, ասեց, լսեք, երբ մտա հայկական եք նվագում, ասեց, սարքել եք Արարատի պատվալ, այսինքն Արարատի պատվալում դե դուդուկներ էր, բան, ասեց, ասի քիչ նվագեք, ձեր ծրագիրը նվագեք, Մարկել, Ջեքսոններ նվագեք, ռոք երաժշտություն նվագեք, մի խոսքով չերկարացնեմ, մենք այդտեղ մինչև 88 թվականի արդեն միտինգները որ սկսվեցին, արդեն արդյոք ովքեր են հայրենասիրական այդ երգերի ժամանակը ավելի առաջ եկավ, մինչև այդ օրերը մենք եկավ պահ, որ մեզ արգելվեց ընդհանրապես հայկական նվագել։ Եվ մենք 4 տարի մոտավորապես այդ ռեստորանում նվագել ենք այս տեսակի երաժշտություն։ Միայն քավերներ։ Քավերներ, Earth, Wind and Fire, չգիտեմ, դե ուզում ասեմ ոչ հայկական, ոչ է ձեր երաժշտությունը։ Այո, Բոնիեմներ, Մայքլ Ջեքսոններ լիքը ու այնքան հաճախորդ կար այդ ռեստորանում, այդ սեղան չկար ազատ, եւ սա փաստում եմ, ինչի համար եմ սա համելասում, որովհետեւ ինչ տալիս ես, դա է դառնում սիրելի, ինչ տալիս ես, դա էլ պահանջում է ժողովուրդը, այսինքն պետք է լավ բան տանք, որ ժողովուրդը լավ բան ուզի։ Երկկողմանի այո այդ շարժումը։ Մեկ ասում են ժողովուրդը հետ է պահանջում, չէ, ժողովուրդը լավ բան է պահանջում։ Լավ բան տվեք, լավը կպահանջի։ Օրինակ այս երաժշտությունը ինքը համարում եմ համաշխարհային հիթ։ Շատ բարի։ Ձեր գրված երաժշտությունը այսօր կարծես թե ամենուր հնչում է Հայաստանում, Հայաստանից դուրս աշխարհի առաջնություններում, Օլիմպիադայի միջոցով հնչել է։ 5 անգամ, 5 օլիմպիական խաղերում է հնչել իմ երաժշտությունը եւ այդ ընթացքում օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են, չէ՞։ Այո։ Դե պատկերացեք այդ 4 տարվա ընթացքում ինչքան Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն էր, այդ նույն մարզիկը անընդհատ մինչև օլիմպիական խաղեր հասան։ Ինչ զգացմունքներ են, օրինակ դուք նստած եք։ Ոնց որ դուք կզգաք այդ հպարտությունը, որ եթե լսեք հայկական ցանկացած երաժշտություն հնչում համաշխարհային այդ ասպարեզում օլիմպիական խաղեր,
Ես երևի մի խազ ավել եմ հպարտանում, Որտեղ համ հայկականը, համ իմնա։ համ էլ իմնա, այո, բայց ասեմ, որ չեն էլ հարցնում, որ վերցնում օգտագործում են։ Չեն հարցնում։ Շատ խիստ է այդ հարցը դրված այսօր աշխարհում, բայց երբեք չեն զանգել, ասեն, կարելի է ձեր երաժշտության տակ օլիմպիական խաղեր դուրս գալ։ Խոսքը գեղասահքի մասին է, չէ։ Դե օլիմպիական խաղերում գեղասահքում է հիմնականում օգտագործվել, բայց այնտեղ մարտեր առանց կանոնների։ Ճիշտ է, մուտքերի ժամանակ մարզիկները։ Ամբողջ այդ մուտքերի ժամանակ այնքան օգտագործվեց, որ Արցախ երաժշտությունը մտավ PlayStation 3 խաղի մեջ։ Խոսքը հենց Արցախ ստեղծագործության մասին։ PlayStation-ի մեջ մտավ։ PlayStation-ի մեջ կա։ 3 PlayStation-ի մեջ Արցախը կա եւ խաղն էլ ես ունեմ տանը։ Խնդրեմ, այս մարդու երաժշտությունը PlayStation-ի մեջ է հնչում։ Այո։ Եւ հնչում է Լաս Վեգասի շատրվանների, Դուբայի շատրվանների, Բաթումի շատրվանը եւ այլն։ Այդ դեպքերում դեզանց օրինակ PlayStation-ը որ հնչել է, էլի չեն հարցրել։ PlayStation-ը հարցրել են, գումար նաեւ փոխանցել են ձեզ։ Այդ ծիծաղալու է։ Ուրեմն ծիծաղալու գումար է։ Հա, Արման Պադարյանը շատ հայտնի ու շատ հիանալի իմ ընկերներից է, ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոդյուսերն է։ Ուրեմն դե ինքն էր թարգմանում իմ նամակները, որտեղ ինքը վարժ անգլերենը տիրապետում է, տարբեր լեզուներ նաև։ Եվ Արմանին տարել եմ այդ նամակը PlayStation-ից, ասում եմ Արման ջան, լտես։ Արմանը լտես Ռլաուս Տաուճոցին նամակ եմ ստացել։ Ինչ են ուզում MMA-ից։ Այո։ Ասում է, արա ջան, ուզում են քո երաժշտությունը օգտագործեն։ Շատ լավ, Արման ջան, գրի որ հարց չկա, խնդրեմ չկա։ Ասում է, չէ, բան են ուզում, հեղինական իրավունքի փաստաթղթեր բան։ Այդ ամեն ինչը ուղարկելուց հետո հիմա եկել է ինչքան փող եք ուզում։ Ասում Արման, ամոթա գրի, ոչ մի բան չենք ուզում։ Որ իմ երաժշտությունը մտնում է PlayStation-ի մեջ էլ մի բան փող ուզենք, ասեց Արա ջան, որ գրեմ ոչ մի բան չենք ուզում, չեն վերցնի պրոստը, ասել ուրեմն մի բան են չի։ Վերջ ասի լավ գրի մի $1000։ Այդ $1000 մյուս օրը եկավ ու ինչքան ընկերներն են վրստից աղացին, որ Sony ընկերությունից դու 1000 ես ուզել, 100 էլ ուզեիր կտային։ Ինչքան կարող էիք ուզել։ Ես չգիտեմ, բայց ինձ շատ մարդ հուշեց, որ ավել, շատ ավել։ Շատ ավել։ 2 թվանոց գոնե մինիմում։ 10000-ից վերև օրինակ։ 10000-ից վերև։ Լավ, դե PlayStation-ը անդադ զարգանում է, իսկ պարոն Արա Գևորգյանը նոր ստեղծագործություններ անդադ գրում։ Եթե ծանոթ ունեք PlayStation-ում, Sony-ում ծանոթ ունեք, առաջարկեք, որ էլի կա։ Էլի բաներ կան, ու պրոդյուսերն եմ ես եմ, Սիրով։ ես կասեմ ինչքան։ Դուք դիտել եք Հրանտ Թոխատյանի ծրագիրը, մեր այս երեկոն շանթում եւ նոր հայտաբերեցի։ Այո, նոր մանրամասներ կա Յան Գիլանի մասին եւ այն ամենի մասին, որ Յան Գիլանը Հայաստանում էր, թե ինչպես Յան Գիլանը հայտնվեց կամերային թատրոնում, դրա համար խոսքը տնում Արա Գևորգյանին։ Երբ որ ես դիտում էի Հրանտ Թոխատյանին, իմ շատ հարգելի հարազատ մարդու հետ ձեր հանդիպումը, շատ հետաքրքիր, ամեն ինչը շատ լավ էր, մինչև վերջ դիտեցի։ Ու ասես մեջս վառվում էի, էլի, ասում եմ, լավ Հրանտ ջան, որ պատմում ես Յան Գիլանը եկավ կամերային թատրոն Արա Երնջակյանի, բայց ով բերեց իրան Յան Գիլանին այդտեղ բերեցինք մենք ով բերեց ռալի նվագախմբի մեր խմբով որովհետև մենք Գիլանին տարել էինք հյուրասիրելու իր ամբողջ նվագախմբին մեր ռալի նվագախմբով եւ նախ ասեմ որ այն տեղը որտեղ որ նոր նշում էի նվագում էինք ռեստորանում ուրեմն Յան Գիլանը որ եկավ մենք խնդրեցինք որ այդ օրը մենք չնվագենք գնանք օդանավակայան Յան Գիլանին դիմավորելու Դիմավորեցինք, նկարվեցինք եւ դրանից հետո մենք ամեն օր շփվեցինք Գիլանի հետ, ամեն օր։ Եվ հետո մենք տարանք իրանց հյուրասիրության, այնտեղ մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Կողքի սրահում Դուդուկար Սեթրակ Հովանեսյանն էր նվագում։ Եկա ասի ձյաձ Սեթրակ Սեթո ասի, արի աշխարհարչակ երգիչ ա եկել։ Մի հատ իր համար դուդուկ նվագի։ Ուրեմն Սեթրակը նվագում է, դուդուկը եկես էց արեց։ Այ բալամասա, որ մի 22 հեղինակել ես եմ։ Դե չիմանա, որ մենակ Գիլանն է եկել։ Ու ես Յան Գիլանը, քեֆը լավ, ասեց ինքը իմ համերգին պետք է նվագի։ Ասինք լավ կնվագի։ Մեկ էլ հաջորդ օրը մենք էլի միասին ենք Յան Գիլանի հետ։ Մեկ է սենց արի, չես մոռացել, չէ՞, դուդուկարը պիտի գա նվագի համերգի։ Համալիրի համերգի մասին է։ Այո։ Ես արդեն լրջացա, որ Սեթրակին հրավիրեմ, ավելի լավ է հրավիրեմ Արսեն Գրիգորյանին, դուդուկահար։ Այո։
Զանգեցի ասում Արսեն տարազ ունես, սիրում որ հագնվես էլի, որտեվ ես չգիտեի, Սեթրակ Հովանեսյան տարազ չուներ ռեստորանում բան եւ այլ։ Ու Արսեն Գրիգորյանին կանչեցի եւ փորձի ժամանակ եկա Թոմին, այդ կլավիշնիկին։ Այո։ Թոմի էր անունը, ասի Թոմի ջան, Դամ պիտի պահես։ մի հատ նոտ ասես մատը ծխմի այդ կլավիշին ինքը ամեն ինչ մնացածը կանի։ Թոմի ամենահեշտ ակամպանիմենտ, այո։ Եվ Արսենին էլ հուշում եմ, ասում Արսեն ջան, մի քիչ կարճ կնվագես, ինչ որ պիտի նվագես, որտեվ այս ժողովուրդը եկել են Յանգիլան լսելու, դուդուկ չլսեն, էլի երկար։ Վերջ ասեց եղավար ջան։ Այս Թոմին ասի մի հատ նոտա պայի, Թոմին կես նոտայի կեսից հոգնեց, սկսեց գարմոնիաներ նվագել անկապ ու շատ վատ։ Բարձացա բեմ ասի Թոմի ջան, եթե ուզում ես նվագես, արի այս երկու ակորդը նվագելի գոնե։ Այս երկու հատը, որ ես նվագեցինք, սենց արեց։ Դու կնվագես, ես էլ էմուլյատորի վրա կնվագեմ, սինթեզատոր մյուս, սենց դող անցավ մարմնովս, վերջը։ Նվագեցինք, համերգը, Գիլանի հետ գրկա խառնվել, կուրքի հետ, եւ ձեզ պատմեմ մի հետաքրքիր բան, այդ առումով, այդ ամեն ինչը նկարահանում էր Արտակ Արզումանյանը, նկարահանեցիր այդ ամեն ինչը, եւ Արտակի մոտ էր։ Հիմա սիրտս պայթում ասում, Արտակ ջան, այդ կասետները դուր մի հատ կոպիա, երբ ես մոնտաժելու։ Աջան երկու օրից մոնտաժելու եմ, ասում լավ էլի այսօր գամ վեկալեմ մի հատ կոպիա անեմ, որտեղ ես Գիլանի հետ կամ մենակ այդ կադրերը առանձնացնեմ։ Տվեց Արտակը, շնորհակալ եմ։ Գնացի այդ կասետները առանձնացրեցի, մոնտաժեցի, սաղ կպցրեցի իրար, հետո ցավոք սրտի Արտակը մահացավ, հետո այդ կասետները ամբողջովին անհայտացան, չգիտենք ուրա։ Եվ մնաց իմ մոտ մի հատ դիսկ, որ ոնց է Յանգիլանը բեմից ընկնում, որ ես նվագում էի, որտեվ շատ հարբած էր, շատ սպիտակից էր եկել։ Հիմա, չեք, բոլորը մտածում են, որ ընկավ բեմից, որտեվ դուք այդքան լավ նվագում եք։ Չէ, այդ ժամանակ չէի նվագում, ես դիտում էի։ Այդ ժամանակ դիտում էի, ինքը ուրիշ երաժշտություն էր նվագում, սկսեց պարելով գալ։ Ու անգավ բեմի երևի բան, բայց ժողովրդի վրա անգավ։ Ինքն էլ էր մի քիչ երևի արտիստիկ սարքված այդ ցախ, շատ սիրուն էր։ Եվ Գիլանին բերեցի այդ դիսկը, նվիրեցի իրան, ասի, այս դիսկից աշխարհում մենակ դու ունես, մեկ էլ ես։ Բայց հիմա YouTube-ում կա այդ։ Դաժե Հռոմի պապը չուներ։ Շարունակություն կա այդ պատմության, որ հետո նաև երբ որ Յանգիլանը իր հայտնի ընկերների հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ձայնագրեց հատուկ Հայաստանի համար Smoke on the Water երգը, եւ դուք իմացաք դրա մասին։ Ես պատահաբար մեր երկրաշարժից հետո բարեգործական Բարաբանշիկ ձիուկ կա, Սամվելը շատ իմ լավ ընկերներից Ամերիկայում միացրեց, ես լսեցի, ապշեցի, տեսավ, այդ տեսահոլովակը, որ Լոնդոնի այդ ամենահայտնի գիտարահարները, աստղերը, Էմերսոն, կլավիշնիկ եւ այլն հավաքվել են ու նվիրել են մեր երկրաշարժին ու երկրաշարժի մասին ֆիլմ ա գնում, ցուցադրում ա ու երաժշտություն իրանք ոնց են ստուդիայում նախապատրաստում եւ այն մարդը, որը Ջոն Դին, որ այդ ամեն ինչը հավաքել կազմակերպել էր, հիմա կհարցնես, որ ասեմ Ջոն Դին իմ տանը եղել ա։ Ու ես այդ դիսկը բերեցի եւ տվեցի այն ժամանակ Վիգեն Սարգսյանին։ Եվ ասի, դուք տեղյակ եք, որ sense բան ա եղել ու մենք այս մարդկանց շնորհակալություն չենք հայտնել։ Մի խոսքով Վիգենը ասեց, «Բեր մի հատ դիտեմ»։ Տարա տեսավ ու մի ամիս հետո Թոնի Այոմին, Ջոն Դին եւ Յանգիլանը հայտնվեցին Հայաստանում։ Հետո ես իրանց արդեն հանդիպեցի կինո Մոսկվայում, հանդիպեցի Շանթի ուղիղի եթերում, եւ նվիրեցի իրանց շնորհակալագրեր, ստորագրություններ մեր համալսարաններից, որ ասենք շնորհակալություն, որ մեր համար տենց բան է կարել։ Ես գիտեմ եւս մեկ շատ հետաքրքիր փաստ, որի մասին միգուցե շատ-շատերը չգիտեն։ Բացի նրանց, որ երաժիշտ եք, բացի նրանց, որ հայտնի կոմպոզիտոր եք, բացի նրանց, որ ռեկորդակիր եք, դրա մասին եք խոսենք առանձին, դուք վավերագրական ֆիլմեր եք նկարում։ Դա ինչ է, դա հոբի է, դա ուզում եք ներխուժեք նաև այդ տարածք։ Չէ։ Անտեր նշանը, ինչ է դա։ Այդ ֆանտաստիկայի ժանրից է։ Ահա։ Վավերագրական ֆիլմ Անտեր նշանը, հեղինակ Արա Գևորգյան։ YouTube-ում գրեք Արա Գևորգյան Անտեր նշանը, կտեսնեք ամբողջ ֆիլմը 5 րոպե է տևում։ Ինքը շատ հետաքրքիր բան է։ Ուրեմն ես գնում էի համալսարան աշխատանքի այդ երրորդ մասից դեպի Կրկեսի ճանապարհով եւ Արշակունյաց փողոցով։ Արշակունյաց փողոցայով այդ խաչմերուկի վրա մի հատ նշան կար, որը մեքենան խփել էր այդ նշանին ու ծռվել էր այս նշանը։
Իրա գլխի այդ կլորն էլ ընկել էր ու արդեն տարորել էին վրայով այնքան տարեք շպրտել են երևի։ Մի ամիս է գնում, գալիս եմ այդ նշանը տես ծուր կանգնած է։ Հետևն էլ շենք են սարքում։ Ասի սպասի, տենամ ինչքան են սենց անուշադրության մատնված թողնելու այս նշանը։ Եվ այդ նշանը ծուր ես նկարեցի 1 տարի 4 ամիս։ Շենքը սարքեցին վերջացրին։ Բայց դեզած այդ նշանը ոչ մեկին չէր հետաքրքրում։ Հա, շենքը սարքեցին վերջացրին, նշանը սենց սուր կանգնած է։ Ու այդ ֆոտոները, որ այդքան արել եմ, իմ մեջ միտք առաջացավ, որ նշանը ինքն է բողոքում։ Ու ամենահետաքրքիրը, որ վերնագիրն եմ լավ օրինի ասում, ողջույն ասում, անունս նշան է, հայրանունս ճանապարհի, ազգանունս Արշակունյաց։ Հայ եմ էլի։ Բայց ինչի՞ եմ սենց անուշադրության մատնված։ Ու այդ նշանի պատմությունն է, մինչև վերջ հետո էլ ես գնացի Ամերիկա, հետ վերադարձա, տես այդ նշանը չկա։ 3 ամիս էլ այդ չկան եմ նկարել։ Չկա, լավ, մինչև երբ արդեն հանե տարել են։ Լավ է, հեսա կփոխեն, 3 ամիսա չկա նշանը, շենքի այդ վերամբարձ կռունկները տարան, շենքը վերջացրին, վրցան, նշանը չկա, ես ստիպված այդ նշանը գնացի, սարքել տվեցի, բերեցի, տնկեցի այդ տեղը։ Պարոն Արագ Գևորգյան, ես գիտեմ նաև որ դուք շատ եք սիրում ֆուտբոլ։ Շատ։ Ֆուտբոլասեր եք եւ անգամ եղել եք ֆուտբոլային տաճարներից մեկում, Արգենտինա, Բրազիլիա խաղի ժամանակ եղել եք Բրազիլիայի հավաքականի հանդերձարանում։ Ինչպես, ով ձեզ ընդդեմ թողեց։ Ճիշտ չեմ պատմել, չէ, ճիշտ չեն պատմել։ Ուրեմն նախ եղել եմ Արգենտինա Չիլի խաղին։ Արգենտինա-Չիլի, Բրազիլիա չէր։ Խաղին ներկա եմ եղել, Դավիթս էլ հետս։ Այս պատմությունը այնքան լավ պատմություն է։ Փոքր Դավիթը, երեխան, որ նվագում էր ինձ հետ, թմկահար, ասում էի Դավիթ ջան, արի պարապի, Բաքում խաղում է, էլի, ասում արի պարապի Արգենտինա ենք գնալու։ Չի գալի։ Խաղում է դե իր բակային խաղերը, բան։ Ասում լսի, չես ուզում Մեսսին տենաս, իսկ ինքը Մեսսին երկրպագուն է, շապիկը ունի, այդ Արգենտինայի բանը, դրոշը, Արգենտինայի չէ, Ռենի Բարսելոնայի, այդ շարժը ունի եւ այլն, ամեն ինչ ունի, անիսել Ռեալ Մադրիդի, հակոսման, մեր տանը այդ հակամարտությունը կա։ Բարսա Ռեալ տանը, մեկ տան մեջ պատկերացրու։ Ասում արի պարապի, որ գնանք Արգենտինա, կարող է Մեսսին տեսնես, ասում պա Մեսսին ապրում է Բարսելոնում։ Ասում հա կարող է հերը հիվանդացած լինի, դա հորը տենալու, մենք էլ իրան տեսնենք։ Վերջը չհավատաց երեխեն, ուրեմն իջել ենք Արգենտինա, Բուենոս Այրես, առաջի հարցը հրավիրողներին որ տվել, ասում Մեսսի տան տեղը գիտես։ Ասում հա ջան, ինչ ա եղել։ Ասում երեխուն այնքան եմ ասեմ Մեսսի տան ենք տամոտ մի հատ գոնե տան առաջ նկարվի։ Ասեց ի՞նչ տուն Մեսսի հետ կնկարվի, ուրեմն Մեսսին ստեղ է։ Ոնց է ստեղ է։ Ասում բանա, Չիլիի հետ խաղ ունեն։ Ու Տոմսը վերցը գնացել ենք այդ VIP տեղն ենք վերցրել, որովհետև Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը Նորայր անունով հայ է։ Ու ասում Արաջան խնդիր չունեք Մեսսիի հետ, ի՞նչ է պետք։ Ու մի խոսքով այդտեղ հայտնվել ենք նաև Բրազիլիայում բանում ֆուտբոլի թանգարանում։ Վերջը Մեսսին տեսակ, բացի ֆուտբոլային դաշտից առանձին։ Հիմա լսեք ասեմ, այդ դժբախտ պատմություն է։ Ուրեմն նստած ենք Իգուայինի ծնողների կողքը։ Ահա։ VIP-ում ենք նստած, ֆուտբոլը նայում ենք, Մեսսին խաղում է 4-1 կրել են։ Մեկ էլ ֆուտբոլը վերջացավ, արդեն սպասում ենք իջնենք Մեսսիին հանդիպենք, հələ շապիկն էլ պետք է վերցնենք։ Մեկ էլ մի հատ սելավ անձրև է գալիս, սելավ։ Ու ամբողջ ստադիոնի դռները փակել են։ Չեն թողում դուրս գանք։ Ու որ հարցնում ենք, ես ի՞նչ է պատահել, մեզ ինչի չեն թողում դուրս գանք, ասում պետք է Չիլիի բալեշիկները դուրս գան, երկրպագուները պետք է 2 կիլոմետր հեռվանան, նոր բաց կթողեն, որտեվ իրար հետ կռվում են միշտ։ Ուրեմն այնքան սպասելուց հետո թրջված մուկ դառած իջնում ենք ներքև, արդեն պարզվում է, որ Մեսսի ենք արդեն վաղուց գնացել են, որտեվ պետք է թռնեին բան Բոլիվիա, այնտեղ խաղալու, խաղ ունեին։ Բայց Մայքեն ստորագրած վերեցին, Դավիթ ջան, ես քեզ Մեսսին ստորագրած։ Էլի բանը, բայց դե ասում ես, հայ բախ, չիլացիկ արգենտինացիների հետ կռվում են, խեղճ երեխեն Մեսսի հետ չնկարվեց, բայց շապիկը ունի։ Շապիկը ունենք եւ բայց մի հատ էլ բան եղավ։ Ուրեմն այդ Նորայրը ասեց, ես խոստանում եմ, որ Դավիթը Մեսսիի հետ կնկարվի, որտեվ Ռուբեն Հայրապետյանը շատ ամեն խաղին Բարսելոնա գնում իր երեխու հետ եւ Մեսսիի հետ էլի շատ մոտ է, այդ ամեն ինչը կա հարաբերություններ։
կասեմ Դավիթին իր հետ կտանի, կնկարվի։ Ու ես էլ բան չարեցի, էլի։ Արդեն թող իրենք իրենց հարցերը թողուցեն։ Ասեմ ավելին, պարոն Արա Գեորգյան ասաց Իգոյանի ծնողների կողքին ենք նստած, Իգոյանը փաստորեն հայրեց սերտ կապերի մեջ է, մի պատմություն կա հրաշք, որը որ կապված է Ֆորշի եւ Իգոյանի հետ, այդ պատմությունը կպատմեմ, երբ որ Ֆորշը այստեղ կլինի, եթե հանկարծ ինքը չհիշի, շատ ծիծաղելու պատմություն է։ Ֆուտբոլից անցնենք ձեր ռեկորդներին։ Ֆուտբոլ ռեկորդներ դա պարզ է, բայց ձեր ռեկորդները երաժշտական են։ Նախ դա ինչ ռեկորդներ են, Գինեսի գիրքա, թե ուրիշ ռեկորդներ են եւ ինչ ռեկորդների մասին է խոսքը։ Գինեսի գրքի հետ քույր կազմակերպություն է, տենց է կոչվում, որ անպայման իրանք Գինեսի հետ են համագործակցում, երևի Գինեսից լավ կրեսլոյի մեջ նստած են, արդեն ուղարկված գնացեք տեսեք ինչ կա։ Տեսեք ինչ կա չկա։ Մի խոսքով այդ տարբերակն է, հիմա համացանցում ինքը դրած է Անդրեա Բոչելի ռեկորդից 2 նկար հետո իմ նկարն է դրած, հա։ Ուրեմն հետարքիրն այն էր, որ զանգեցի Ջիվան Գասպարյանին, ասի վարպետ 90-ամյակը որտեղ եք նշելու, ասեց օպերայում Արա ջան, ասի կլինի 90 դհոլով, 90 դուդուկով գամ շնորհավորելու, ասեց Արա ջան անհնար բան ես ասում, այն վերջի բառը չեմ ասում, հա, որ այսինքն չեն գա, ինքը դա նկատում իմանալով վարպետին պատկերացրեցի ինչ է ասում, այո, այսինքն չեն գա, այդ իմաստով ասի լավ փորձեմ վարպետ ջան, եթե կարեցա հավաքեմ 90 հոգով կամ ծնունդդ շնորհավորելու օպերայի բեմարտակ։ Շատ լավ։ Բարեբախտաբար եկան 112 հոգի։ Դուդուկահարներ սիրով եկան նվագեցին վարպետին, մեծ արեցին։ Դա մտավ համաշխարհային այդ ռեկորդների գրքի մեջ։ Հետո ես ստեղծել Համերգ, որի մասնակցում են 112 դուդուկահար նվագում են Ջիվան Գասպարյանն էլ ինքն էլ է նվագում հետները։ Եվ դա համացանցում կա 112 դուդուկահար Ջիվան Գասպարյան, գրեք կտեսնեք։ Եվ հաջորդ ռեկորդը բանն էր, կանոններով, որ գրել էի Երևան 200 կանոն։ Այո։ Այդ 200 կանոններն էլ էլի ինձ գիտեք ինչից սկսվեց։ Մենք մի հայ աղջիկ ունենք, Միլեն Կարանյան, որը 11 օկտավա ձայն ունի։ Այո, գիտեմ։ Երկում այդ երեխեն Ռուսաստանից է, Մոսկվայից է։ Եվ ինքը ռեկորդակիր, արդեն շահած բազմաթիվ ռեկորդներ, եկել են մեր տուն իր մայրիկի հետ, խնդրում է որ թույլ տամ Ադանա երգը երգի։ Ես էլ ասի, դե որ եկել ես մի անգամից ձայնագրեմ իմ ստուդիայում, եւ որպեսզի նս մի քիչ ես էլ ինձ լավ զգամ, ասի ես էլ sense բաներ եմ արել, ասես բան չի չեք ներկայացնում ռեկորդների, ասի ես ձևը ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ, ասեց ես ձեզ կօգնեմ։ Ռեկորդների համար չեմ արել։ Հա, ես արել եմ իմ աշխատանքը, բայց մտքովս չի էլ անցել, ու ինքը հենց վերցրեց իր բանի տակ, հսկողության տակ, ինքը բանակցությունները տարավ, ռեկորդն էլ բերեցին Հայաստան, ինձ տվեցին։ Կանոնները մտավ ռեկորդի մեջ, դուդուկները եւ բաս կանոնը։ Գործիք, որը որ երաժշտական գործիք, որ աշխարհում գոյություն չունի։ Դա պատրաստել ենք 5 հատ, Ալբերտ Զաքարյան, ափսոս վարպետը արդեն մեզ հետ չի, մահացավ։ Շատ եմ ափսոսում, ես ուզում եի իր համար ստեղծեի դպրոց, գործիք պատրաստելու դասարան, եւ գրեթե ամեն ինչ պատրաստել էի, տեղը ընտրել էի, թաղապետը ասեց ես կվերանորոգեմ այդ տեղը եւ այլն եւ այլն։ Ու ափսոս վարպետը մահացավ, չհասանք նրան, որ ստեղծենք գործիք պատրաստելու դպրոց։ Բոլոր այն մարդկանց համար, որոնք որ չեն հասկանում ինչի մասին է խոսքը, երկու բառով ինչով է տարբերվում։ Կոնտրաբասի լարերով է։ Այսինքն ավելի հաստ, տոնայնությունը ավելի ցածր։ Սովորական կանոնը 74 լար ունի, որը ձկանթելից է։ Բարակ։ Այո։ Եվ մեր կանոնը ունի 16 լար, 16 կոնտրաբասի լար եւ իր լարվածքը հենց սկսում է սուբկոնտրօկտավայի միից։ Այսինքն ավելի ցածր տոնայնություն։ Այո, որտեղից ազատ բաս լարն է։ Այո։ Կոնտրաբասի մինա։ Այդ մին էլ նույնը մեր կանոնը հենց այդտեղից է սկսում, այսինքն նույն կոնտրաբասի ձայն եւ մի օր հանրային ռադիոյում երբ որ ձայնագրության էր ազգային նվագարների պետական նվագախումբը եւ դա օգտագործվեց, ձայնագրման ռեժիսոր, իդեպ շատ շնորհակալ եմ այդ անձին Տիգրան Կուզիկյանին, հրաշալի զվուկառեժիսոր, հրաշալի տղա, ասեց ես սենց ձայն չէի լսել, կոնտրաբասնել ենք դե ձայնագրում բան, բայց այս ինչ հեշտ տրվեց էլի ձայնագրման այդ բաներին, ինչ լավ է հնչում գործիքը, զարմացա էլի, հիմա նույն Տիգրան Կուզիկյանի հետ մենք սկսեցինք դոլների նոր ռեկորդ ենք ուզում սահմանել,
Այդ 3 միջազգային ռեկորդները, որ ես նկարվել եմ, շատ ծիծաղալու նկար ունեմ, ուրեմն 3 մեդալներ էլ որ կախել են դոշից, ուրեմն այդ կախելու ընթացքում շուռ եմ գալի դալիճ, լեփլեցուն դալիճում ընկերներից գտու ասացո շտանգիստ լեմ։ 3 մեդալով։ Փոքր ոսկի, Փոքում հրում եւ ընդհանուր մեծ։ Իսկ այդ բանը դհոլներին չի քանակի հարցն անորից։ Դհոլները ուրեմն միտքս եկավ այն, որ 1000 դհոլով անեմ, 1000 դհոլ։ Առանց կասկածելու ես գիտեմ, որ 1000 դհոլ կլինի Հայաստանում, բայց այսօր բարեբախտաբար ասեմ, ոնց ասեմ, որ ավելի անհանգստությունս ավելի մեծացել է, գալիս է խումբ Մոսկվայից։ Ահա։ Գալիս է խումբ Սարատովից։ Իսկ որտեղ են տարածքը, որտեղ։ Տարածքը մենք որոշել ենք մեքենաների շուկան կա, Էրեբունի թանգարանից են կողմ։ Այդտեղ մի հատ դաշտավայր կա, որտեղ իմ դուստրի հետ, Անիս հետ մենք նկարել ենք ֆիլմ, Անին էր ռեժիսորը, կոչվում է Կարմիր Վարդեր, Արցախյան պատերազմի մասին, այդ դաշտավայրում է նկարվել։ Սիրուն է վայրը։ Վայրը սիրուն է, սիրուն չին, այդքան հիմա ինձ համար։ Ուզում ասեմ դեպքի դրոնով բան, հիմա ես օրինակ պատկերացրի որ կարող է Սամոսավանքի ձորի բերանին դա լիներ կամ չգիտեմ ինչ տենց։ Եկար ցավոտ կողմին։ Ահա։ Որովհետև հիմա եթերում էլ կասեմ, նույնն էլ Անին ասեց, պապ, այնքան սիրուն տեղեր կա նկարահանելու։ Բայց ֆինանսական խնդիր է։ Ուրեմն պետք է 1000 հոգուն տեղափոխել այդտեղ, ավտոբուս, նկարել, ուտացնել։ Եթե հիմա այս եթերից հետո մեկը գտնվի որ ասի այդ ավտոբուսների հարցը ես եմ լուծում, ուրեմն մենք գնում ենք ամենալավ նկարահանման տեղը։ Դե ինչ, այս պահին երաժշտական դաթար, տեսնենք թե Մարիամը մայեստրոին ինչով կզարմացնի։ Ես գնացի անցյալ, քանի որ մենք այս երգը նվագել ենք, էլի նվագել ենք Դամասկոսում եւ երգում էր Նունե Եսայանը, մեր ռալի խմբի հետ։ Դամասկոսում այս երգը երգում ենք, ես էլ երկրորդ ձայն էի երգում, դրա համար երգի բառերն էլ անգլիերեն։ Բեկեր ունեիք։ Բեկեր ունեինք։ Բեկեր ունեինք։ Լավ, միգուցե մեր հյուրը կհիշեցնի պարոն Գևորգյանին ինչ որ ուրիշ հետաքրքիր հուշեր, իսկ ես ուզում եմ ներկայացնեմ մեր այսօրվա առաջին հյուրին, տեսնենք պարոն Արա Գևորգյանը կարող է գուշակել թե ոչ։ Համոզված եմ, որ նա ունի տասնյակ ընկերներ տարբեր ոլորտներում, նկարիչներ, բժիշկներ, ֆուտբոլիստներ, բայց կա մեկը, որը որ մնջախաղի հետ կապ ունի։ Մնջախաղի դերասանն է մեր հյուրը, մարդ, որը որ կարող է իր մարմնի պլաստիկայով բացատրել անբացատրելին։ Դիմավորեք։ Ողջույն Լևոն ջան։ Շատ երկար ժամանակ երկու մարդը ճանաչում։ Նստեք։ Լևոն Իվանյանը ես ինչքան որ տեղյակ եմ եւ վստահ եմ, որ ինքը առաջին մնջախաղացն ա եղել Հայաստանում, որը նաեւ արծիվ ա արել, sense, չէ՞ Լևոն։ Այդ արծիվը ես հիշում եմ։ Առաջինը չէ, բայց արծիվ արել եմ։ Վայ Լևոն ջան, ինքան պատմություն ունենք Լևոնի հետ։ Իսկ հիմա կարող եք արծիվ անել։ Հիմա չէ, շատ ծեր արծիվ կստացվի չէ։ Արծիվներն էլ են ծերանում, չէ։ Հա ծերանում, բայց կանգնած եք թե նստած եք անում այդ արծիվը։ Կիսա նստած։ Այն հայտնի որ sense կամ։ Դե ոգում եք։ Բայց մի հատ հումոր պատմեմ։ Պատմեք։ Լսեք, ինչքան սևան եմ գնում հյուրերի հետ։ Այդ արծիվի մոտո որ ասում ենք, այս Իմիջիալս տալիս եք դուք սիգնալ։ Չէ, սպյուրքահայ այս ովքեր կան մեքենայի մեջ, ասում գիտեք, չէ՞ որ գիշերը թևերը իջացնում, հանգստան ասում, իրավ գսես։ Քանի տարի եք իրար ճանաչում եւ ինչպես եք ծանոթացել, հիշում եք։ Մենք ծանոթացանք, երբ որ ես 2001 թվականին աշխատում էի Մայրաթորի 1700-ամյակի գրասենյակի ծրագրերի ընդհանուր պատասխանատուն էի եւ այդ ընթացքում Արան նախաձեռնել էր, որ իր մեծ համերգը, առաջին մեծ համերգը պիտի լինի, ընդ որում առաջին անգամ հրապարակում էր ուզում, հետո փոքր ստադիոնում, հետո վերջում եկանք Համալիրում։ Համալիրում միաժամանակ կառավարությունն էլ հետը որոշեց, որ միանգամից ուրեմն պետության 10-ամյակը եւ Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակը մի հանդիսության մեջ պիտի լինի եւ այդ հանդիսությունը պիտի լինի Արա Գևորգյանի ով հայոց աշխարհ համերգի անվանով Համալիրում։ Այդտեղ ծանոթացաք։
Այդ առիթով ծանոթացանք, որովհետև այդտեղ էլ այդպես բաներ կար, որովհետև ես ընդհանրապես Արային խորհուրդ էի տալիս, ասում էի ես էլ եմ թատրոնի հետ կապ ունեցել, ես քեզ խորհուրդ կտամ սենց անել, Արան մի օր Փետրվանն եկավ ասեց, գիտես, որ դու ես ռեժիսոր, ասում, այ Արա ջան, ախր ես բայց ընդամենը խորհրդատվական բաներ եմ ասել, ես հիմա այդ աշխարհի հետ կապ չունեմ, ասես չէ, դու ես ոնց ուզում ես արա, այ Արա ջան, մի խոսքով շատ մեծ ծավալ հասկանալի է պատասխանատվության չափը, մտածում եմ 10-ամյակ, 1700-ամյակ, այդ բոլորը միասին, բան եւ այլն, Արա Գևորգյան, որ անհանգիստ, Արայի հետ աշխատել եմ անհանգիստ, ուզում եմ կարճ կոնկրետ։ Բայց շատ դժվար է Արայի հետ աշխատելը, շատ, Ինչն էր դժվար։ որովհետեւ ամեն պահի մի երևակայական մի նոր ֆանտազիա կա։ Անընդհատ դե ստեղծագործական աշխատանքն մի քիչ հաստատում բան է ուզում։ Ես դե ասեմ ինքը իրականացնում է, էլ։ Ահա, հասկանալի։ Արան էլ ամեն պահի է։ Նախ իր բոլոր գործերը ուզում եմ, Արա ջան, այդ բոլոր գործերը չի տղարվի մի համերգի մեջ, ինչ որ բաներից։ Մի քիչ գործ գրեիք։ Պիտի հրաժարվես ինչ որ բաներից։ Մի խոսքով դա գիշեր ցերեկ կռիվներ ամենաբարեկամական, ասենց իրար նկատմամբ հոգատար ոնց է ալնում էլի, որ դու ուզում ես համարայի ասածներ անես, բայց դե հնարավոր չի, դե չես իմանում ոնց։ Բայց ասա որ 3 սցենար գրվեց այդ մի համերգի համար, առաջի սցենարը հանրապետության հրապարակում։ Այո, հրապարակում։ Եվ նկարը կա բան, որ բեմահարթակը ջրի վրա, շքեղ բեմահարթակ, հեշտ իրականանալի, բայց շատ մի հատ ստից պատճառով այդ համերգը հրապարակից հանվեց, տեղափոխվեց, որտեղ հրապարակը 60 սանտիմ ծուռա, իսկ մենք աթոռներ էինք նվեր ստացել, աթոռ, պատկերացրեք 10,000 հատ աթոռ ես նվեր էի ստացել Մոսկվայից, այդ համերգի համար։ Աթոռներ Մոսկվայից։ Եվ համերգի գլխավոր կազմակերպիչը, գլխավոր Խոսրով Հարությունյանն էր, որի համար իրան ասում եմ շնորհակալություն, որ այդ համերգը իր վերջո կայացավ։ Հրապարակի համերգը այդ աթոռները չէին կարա շարեին, որտեղ հրապարակը ծուռ է, պետք էր սարքվել սենց պատվանդան, ամֆիթատրոն, որ ուղղվեր։ Այո, բայց դա շատ թանկ արդեն հաճույք էր դառնում։ Մի խոսքով հրապարակից տեղափոխվեց ստադիոն, հանրապետական։ Ստադիոնում էլ եկեղեցին մերժեց, ինչու որ ասեց այդտեղ են ցլին սպանել են, ցելամարտում, եթե հիշում եք։ Այո, եղել է։ Ասեց ես իմ հյուրերին ստադիոն չեմ բերի, կաթողիկոսը։ Եվ համերգը տեղափոխվեց մարզամերգային համալիր, ի վերջո ճանաչվեց պատճառները, չէ՞։ Բայց ստադիոնի համերգն էլ անենց սցենար գրվեց, որ ամբողջ խոտածածկի վրա ուսանողներով մենք Լևոնի շնորհիվ վարժություններ էինք անում, պատկերներ էին նկարելու, հանդիսատեսներ էինք ստանում։ Ինչպես որ անում են սովորաբար օլիմպիադաների բացումները։ Այո, մոտավորապես տեսնում։ Իսկ հետո դարձավ համալիրային, ընդ որում 600 հոգի մասնակիցով։ Ժամանակն էլ բավականին կարճ էր, արագ տեղափոխություններ էր պետք անել, արագ լուծումներ էր պետք ստանալ եւ ընդհանուր պատրաստվածությունը մեր թույլ տվեց այդ տեղավորվել համալիրի շրջանակներում։ Չէ, բայց ասա որ մի օր առաջ համերգից առաջ ֆիզիկոսի սարքած սև գույնի էկրան է, ժամանակ LED-եր չկար։ Այո։ Ունեինք ընկավ կոտրվեց։ Նոր առաջարկ էկրան, ընդ որում 7 մետրը 21 մետրի վրա, ընդ որում մետաղական մեծ բարդ կարկասի վրա 4 սեկցիայով, 6 ֆունկցիայով, այսինքն նման էկրան չկար, բոլորը զարմացած էին ու գիշերն էլ համալիրում կախեցինք, որ բանանենք հասցնենք այդ ամեն ինչը։ Ընկավ այդ ամեն ինչը ու արգելեցին կախել, հիմա համերգը լինելու է մի կերպ Արան իհարկե իր խոսքով, վերաբերմունքով իրան շատ սիրում են, չէ՞։ Այսինքն մի կերպ համոզեց, որ նորից համոզեցին կախեն։ Ես ուզում եմ Լևոնից մի բան պատմեմ, ուրեմն Բեյրութում համերգ պիտի տանք, Լևոնն էլի ռեժիսորը։ Մեր պատմությունները հիմա Լևոնը այնքան կիրթ է խոսում, շատ գրական բաներով է խոսում։ Հիմա այս սփյուռքահայ մարդ է եկել, որ տեխնիկապես պիտի ապահովի էկրան, կոմպյուտեր բան պիտի բերի այդ սախ որ ցուցադրենք, հիմա Լևոնն ասում է մեզ պետքա թվայնացված ցուցադրում համակարգչով, այս մարդը աչքերը ճպճպացված չի հասկանում, Լևոն ասում Լևոն ուզում ես ինքը հասկանա, առասա կոմպյուտեր, սաղ աշխարհը կոմպյուտեր, ասում դու համակարգիչ։ Համալիրի համերգի ժամանակ դե հասկանալի է, կազմակերպական, հսկայական բաներ, ինչքան որ բեմը երևում, այդքան էլ բեմի հետևի մասն է, որովհետև տեխնիկա է դրված, այդ բոլորը պիտի ապահովվի, բեմն էլ գալիս է մինչև այդ սպորտային դահլիճի մեջտեղի մասը, որովհետև պարահրապարակներ են, բան, երգչախումբ, բան, սիմֆոնիկ նվագախումբ, միաժամանակ 3 բարի խումբ
4-րդն էլ էկրանի վրա հետևից է պարում էկրանի ու պրոյեկցիոն բանով։ Այո, 5 Կա YouTube-ի մեջ այդ ամենը։ Հիմա Արան Տեր ողորմայի ժամանակ երգչախումբը սիմֆոնիկ նվագախումբ երգչախումբ բան ինքը նվագակցում այդ ամբողջ համերգին եւ բանը հետո բեմից ինձ ասաց Լևոն հարայ այդ հոգեվորական եկել է ինչ հոգեվորականը հոգեվորականը պիտի աղոթքը հոգեվորական ասի չէ ինձ բան չեն ասի չի եկել ասում բայց ինչ անեմ ասում ով պիտի արդեն ժամանակն է ով պիտի ասեցի դու որայքսես հայր մեր որորքից բայց այտենց բան մի հատ էլ ա եղել Լաս Վեգասում պետք է Արցախը նվագեմ Վարդան Գևորգյան Վարդան Աղաջանյան այդ մեծ բարի խմբերն էլ պետք է պարեն Ջիվան Գասպարյանն էլ պետք է Արցախի մեջի դուդուկը օրիգինալում Ջիվան Գասպարյանն է նվագել ինքն էլ պետք է դուրս գա նվագի հիմա արդեն հասել եկել եմ արդեն Արցախի դուդուկն ա մոտեմ Ջիվանը չկա վարպետը չկա վարպետը ուրա վարպետն ուրա չկա ու չկա ես սկսեցի դուդուկի ռեգիստրը դրեցի մուգով սկսեցի դուդուկի պարտիան ես նվագել հետո վարպետ ուր է իր չեկար Արասմայց ավտամեն Աշոտ Ղազարյանն ասել այնքան լավ էր անեկդոտները պատմում հանդերձարանում նստած Աշոտին էինք լսում վայելում էինք այդ տաղին Այդ տեսակ պատմությունները իհարկե շատ կան, դե բնականաբար մեծ արարողությունների ժամանակ 100 տեսակի էքսցեսներ ա լինում բան, բայց ամենահրաշքին մոտիկ բաները, որ տեղի ունեցա, որ անսովոր, անմարդկային, անտրամաբանական երևույթը, այդ մեծ համերգը այդ ուզեցին Սարդարապատում լինի, ու Սարդարապատում արեցինք համերգը, ընդ որում հաշվի առանք, որ էկրանները պիտի փոքր լինի, որովհետև պարուսն այդ բան Քամիա անտեղ այո։ Քամիա բանա եւ այլն փոքրացրեցինք ինչ որ հնարավոր է բան եւ այլն եւ Արա Գևորգյանը պայմանավորվել է պաշտպանության նախարարության հետ, որ իր առաջին գործը ուզում է պար երկնքում լինի երկնքում պարաշուտիստներով։ Պարը երկնքում եւ բեմարտակի վրա։ Եվ բեմարտակի վրա միաժամանակ։ Այդ պիտի վերտալյոտները թռնեն պայմանավորված ամեն ինչ բան։ Բայց ժամը 9-ին է սկիզբը։ Ժամը 8-ին մի հատ քամի է սկսել։ Այդ քամին, այդ փոթորիկ, այո, ասենք մենք կախվել ենք էկրաններից, այդ քամին քշել է։ Ես գործիքներն են բռնել։ Քամի շուրջ տա, նոտաները սա քշած է, այս կողմից չենք ու մտածում ենք, այ մարդ, հենց այս ժամանակ այս քամին անհնար է, ասենք ոչ մի կերպ չենք կարող Ամերիկա տա։ Մի խոսքով տեսնում ենք, որ չի լինում Արայիկը դու ոնց որ Թող ես պատմեմ Լևոն ջան։ Այդ մասը պատմի։ Ուրեմն եկավ ինձ մոտեցավ այդ պարաշուտիստների պատասխանատուն ու ասեց Արա ջան, պարաշուտիստները հանվում են, որովհետև եթե 8:20 քամին չդադարի, թռիչքը մոռացեք, որտեվ էլեկտրական բաներ են անցնում, գծեր կմեռնեն մարդիկ, ասի ինչ ար, վсё, համանեցինք, հանեցինք։ Դրանից համերգը չի տուժվում, էլի ամեն դեպքում։ Ինքը սիրուն բան էինք մտածել։ Մեկ էլ համերգը սկսում ենք արդեն, մինչև սկսել է, ֆոտորիկա։ Անց 20 ավելի ուժեղացավ, քանի փոխանակ դատարեր, արդեն մոռացա, բայց փառք Աստծուն, էլի ես շուռ եմ եկել բեմահարթակի հետևը, հայրմերն եմ ասել ու խնդրել եմ, որ Տեր Աստված, անենց արա համերգը կարենանք տանք, էլի։ Քամին նվազացրել, լավ եմ, վերտալյոտը չի գալի, ոչինչ։ Գոնե մենք համերգ տանք, շուռ չգա այս նոտաները։ Այս քամին դադարեց։ Մի անգամ չէ, ուղղակի ասեմ, Արայիկ ասեց բանը, առանց վերտալյոտների պատրաստեղի սկսում ենք բան։ Հենց որ արդեն 9-ին 10 էր պակաս մոտորապես, Արայիկին ասեց, Արայիկ վերտալյոտները։ Մի հատ վերտալյոտ է, Լևոն, լսի։ Ու մեկ էլ գալիս է մի հատ վերտալյոտ, ուղղաթիռ։ Գալիս է ու մենք արդեն բեմի վրա ենք, համերգը սկսվի։ Բայց մենք անենց ենք պայմանավորված, որ այդ ուղղաթիռը պիտի գա մեր վերևը, նոր սկսենք, որ պարաշուտները մի օր առաջ փորձ էին կարել ամեն ինչ իդեալական հաշվարկված, դրոշը իջացնեն, բերեն տան այն պարողները, այս պարողներին բեմի վրայի։ Երագույնով։ Մեկ էլ բանը ուղղաթիռը գալի, ասում դե էս մերը չի, ուրեմն ես երևի տեղ ա գնում։ Ուրիշի ուղղաթիռը, բան, մեկ էլ տակից մի հատ գունդ գցեց, գունդ պարաշուտով։ Ես մի անգամից հասկացա, որ սա փորձարկում է։ Քամին է ինչ ապում հասկանան։ Կարեն դուր այստեղ կենթանի նվագը ինչքան լավ բան է։ Մեծ բան է, հա։ Շատ կարևոր բան է, բոլոր երաժիշտներին ա վերաբերում։ Կենթանի նվագից հաճելի բան գոյություն չունի։
ու պատկերացեք սիմֆոնիկ օրկեստրով, ես իմ խմբով էլեկտրոնային, ազգային, սիմֆոնիկ նվագախմբով, երգչախմբով Կարեն Դուրգարյանին հիմա ասում Կարեն ձգի, լարվում են էլի, սիմֆոնիկը լարվում է բեմի վրա։ Կարեն մի քիչ ձգի, վերտալյոտը գալիս է։ Մեկ է Կարենը ասեց հասկացա, մի քիչ սպասենք գա հասնի այն տեղը, որ այդտեղից սկսենք։ Վերջը առաջի կարգում էլ նստած են նախագաներ, երկու կաթողիկոս, պաշտոնական մարդիկ, լեփլեցուն, դեսպանատներ եւ այլն, դիվանագետներ, հյուրեր, նախարարներ ու արդեն ասած նայում են երեսիս, յանի տեսքսեք Եկել ենք, բոլորս նստած եք, դուք էլ բեմի վրա եք, ինչ եք նվագում, չեն հասկանում ինչա կատարում, արդեն ստիպված ասի Կարեն, սկսեցինք։ Դուրգարյանն էլ, ինքը ճկուն, շատ ճկուն դիրիժորա, Կարենը սկսեց, երաժշտությունը սկսել ենք, հեսալ է ուղղաթիռը գալիս է, երբ կհասնի ստե։ Ուրեմն արդեն բեմի վրա, ասում Կարենին ցույց եմ տալի երկրորդ ցիֆրա, Կարեն վերջա, որ եկել ենք արդեն վերջ ենք հասնում, երաժշտությունը վերջանում է։ Ասում Կարեն երկրորդ ցիֆրայից նորից ենք գնում։ Ահա։ Կարենը ջոկեց, sense մի անգամից, sense ցույց տվեց, գլխին կապ ու սաղ երաժիշտներին պատրաստեց։ Երկրորդ ցիֆրան նորից ենք կրկնում։ Եկան կտեղ այդ երկրորդ ցիֆրան դահորը։ Բոլորը հասկացան բացի նախագաներից։ Հա, ոչ մեկ արդեն գլխի չընկան թե ինչ ենք անում։ Հա, բայց երաշտական հագեցվածությունը այնքան մեծ էր, որ սիմֆոնիկ նվագախմբի հետ դու sense բան անես, համերգի ժամանակ վերջը եկան, այս պարաշուտիստները իջան, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ասում պատկերացեք, մի քիչ էլ ուշացնեինք, հաջորդը Ադանա երգն էինք նվագում, երաժշտությունը, պարաշուտիստները իջնեին բերել։ Սրբազան պարգև էր պատմում, որ երբ որ Գանձասարը այդ ամեն ինչից հետո ուրեմն առաջին անգամ պետք է աղոթեին այնտեղ, պատերազմը որ ավարտվել էր, արդեն Գանձասարը ազատագրվել էր ու ահավոր անձրև փոթորիկ էլի վերջը նենց որ մարդիկ ներքևից չեն կարող բարձրանալ վանք ու էլի բացմանը մնացել է մի քանի րոպե ասում է սրբազան աղոթ քարեցի Գանձասարի շուրջ արևը բացվեց կենտրոնով ու բարձացան ու ես աղոթ քարեցի քամին հանդարտվեց բայց այդ պարաշուտիստները չէին նայել այդ քամին կհանդարտվի հետո պարզեցի նայեք որ իրանք երազում են թռչելու մասին իրանց կյանքն է էլի ու որ ես նախարարին այդ ժամանակ զանգահարեցի ու ասի պարոն նախարար ուզում եմ առաջի անգամ անենք պարը երկնքում եւ բեմի վրա չէ, սկզբից ասի ուզում եմ առաջի անգամ մի բան անեմ, ասեց Արա ջան, դու առաջի անգամ չի որ առաջի անգամ բան ասեց ինչ ասի պարաշուտիստները պարեն երկնքում բեմի վրա, ասեց հասկացա։ Կես ժամ հետո ինձ զանգեց փոխնախարարը, պայմանավորվեցինք արդեն զինվորական ավիացիոն վարչություն, բայց ինքը տեղյակ չէր որ պարաշուտիստների հետ մենք արդեն գետնի վրա փորձ ենք արել, արդեն խոսել ենք պատրաստա։ Այս բան երաշտական դաթար եւս մեկ անգամ մեր հիանալի երաժիշտները պատրաստել են եւս մեկ գեղեցիկ երաշտական անակնկալ պարոն Արա Գևորգյանի, պարոն Լևոն Իվանյանի եւ միգուցե հաջորդ հյուրի համար։ Երեկոն շանթում հերոստաշոուի հովանավորն է L-Drive Holding-ը։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպահեստամասեր, L-Drive Holding-ը առաջարկում է ամբողջական եւ համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ L-Drive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Եթե փնտրում եք ոչ եւ որակ, այցելեք Van Cleef խանութ սրահ, Մեգամոլ, երկրորդ հարկ։ Այստեղ կգտնեք տղամարդկանց էլեգանտ կոստյումներ, առօրյա հագուստ եւ ոճային աքսեսուարներ։ Van Cleef, երբ ոճը խոսում է ձեր փոխարեն։ Ուրեմն Deep Purple-ը գալիս է Երևան, արդեն մեր Գիլանի հետ այդ մտերմությունը հաշվի առնելով, ուրեմն տղաս Դավիթը 10 տարեկան Այս Smoke on the Water անգիր նվագում է, լրիվ 10 տարեկան երեխա է, բայց ամեն ինչով նույնը։ Այդ վիդեոն ուղարկեցի Յան Գիլանին, ասի լսի որ գալիս եք Purple-ով արդեն գալիս եք Հայաստան, գիտեմ Սուրեն Արուսամյանը պետք է նվագի Smoke on the Water-ը, կարող է Դավիթն էլ ձեր այդ երեխան էլ նվագի, արա նայեց հիացավ, ասեց առանց կասկածելու, խոսք չկա։ Երևանում կհանդիպենք ամեն ինչ օքեյ է։ Հիմա Դավիթի ձեռքը բռնած եկել ենք համերգի, համալիրում են լավ տեղներ առաջներ նստած ենք։ Մեկ էլ sense նայում եմ ու մանտրաժ, արես Յան Փեյսը ձախլիկ է։ Բարաբաները դարսա շարած,
Դավիթը չի կարա նվագի, ես եմ ընդհանուր մանտրաշ ու այդ Գիլանի օգնական եկավ Դավիթի ձեռքից բռնեց, տարավ բեմ, աթոռը դրեց Յամփեսի կողքը, սա համերգը ստեյս նայի։ Ու Յամփեսին էր նայում։ Ծաղլիկների բախտը բերում է, աչլիկներինը միշտ ոչ միշտ է բերում, բայց դե Դավիթը հետո ապացուցեց, որ շատ լավ հարվածային գործիքների վարպետ է, իսկապես դրա մասին առանձին ծրագիր Դավիթի հետ պիտի արդեն անենք, որտեվ շատ լավ երաժիշտ է հասուն։ Իսկ ես ուզում եմ ասել, որ մի քանի օր առաջ Deep Purple-ը Ճապոնիայում էր եւ նրանց ուրեմն դիմավորել էր Ճապոնիայի վարչապետը տիկինը, առաջին տիկինը իրենց, եւ փաստորեն մեկ ձեռքի սեղմով դուք եք ծանոթ վարչապետին էլի Ճապոնիայի Գիլանի միջոցով։ Իսկ հիմա որտեվ Գիլանի ձեռը սխմել արդեն կպել է իր։ Այո, դրա համար եմ ասում։ Կամ դա է Ճապոնիայի վարչապետը ծանոթ է մեկ ձեռքի սեղմումով Արա Գևորգյանի հետ։ Ճապոնիայի միջալուց համերգ տվել եք երբևէ։ Չէ։ Լավ, հյուրը արդեն գալիս է եւ հյուրը երաժիշտ է։ Բարև Նարեկ ջան։ Ահա։ Իմ շատ սիրելի Նարեկը։ Հիանալի անձնավորություն, Պարիպետական անսամբլի շվիահար, ֆլեյտահար։ Մեծ պատիվ է լինել Արա Գևորգյանի ընկերը, հպարտություն է։ Արայի հետ ճանապարհորդելը ինչ հետաքրքիր է, որտեվ ինքը այնքան ուշադիր է ամեն ինչ, ամեն հարցում, թեկուզ ծախսանելու բան չի թողի, մեկը մի բան, ինքը պիտի սաղ, ինքը պիտի անի։ Գնում ենք Ավստրալիա, Մոսկվա, 10 ժամ Մոսկվայում արանք ունենք, 10 ժամ թռնում ենք Տոկիո, ընդեղ էլ 10 ժամ, հոգնած ենք, մի քիչ էլ ասենք զբաղվել ենք ուտել խմելով, որ հեշտ անցնի ժամանակները։ Գինովցած ենք, այո, մի թեթև գինովցած ենք, հասել ենք Ճապոնիա, այն ժամանակ 2008 թիվ կարծեմ, չէ՞։ 7 թիվ։ Այն ժամանակ այդ բանը մերսող, մասաժանող կրեսոներ չկային այստեղ։ Այնտեղ մի քիչ տենում ենք, մի քիչ այդ իեն ունեինք։ Գցում ենք մի 4 հատ, ես ասեմ, հա։ Իեն էլ ունեիք, ես գնացի հատուկ մանրը եկել եմ։ Հենց մի քիչ ունեինք, ընթացիկ որ մանրել ենք։ Հետո որ ենք։ դուրներ եկավ, գնացիր էլի մանրեցի։ Մենք ուրեմն մի 4 հոգով տեղավորվում ենք, գցում ենք։ Արան ասում է, ես գնում եմ մանրեմ, ոնց որ լավ հավեսով պիտի փող ապեք մեզ։ Գնում եմ մանրել։ Մասաժի փող։ Մասաժի փող, գնաց։ Գնում է 15 րոպե տևում է, մինչև գնա հասնի այդ բանը։ Չենջը բանը։ Չենջը մարիգա ու գալիս է, ինչա տենում, որ արդեն դու ասա։ Գալի տեսնում եմ, փողը բերել եմ, որ տղեկը նստած պետք է մասաժ ընդունեն։ Դնում եմ լիքը ժողովուրդ է հավաքված։ Ասում բան ա եղել, արա մեկին բան ա եղել, սենց հրելով, տեսկոմ ենկոմ էս ճապոնացիներին, սենց մի հատ ենկոմ քաշվեք տենամ տղեկիս ինչ ա եղել, գալի տնով սաղ վրան սած քնել են, ասխև ճապոնացիները խելոք սպասում են։ Մասաժի պրոցեսը պրծել է արդեն, 3 րոպե ա, թե ինչա, մենք արդեն քնած ենք։ Իհարկե խելոք սպասում։ Հերթ են կանգնած սպասում են։ Շատ կուլտուրական դե գիտեք, ոնց հերթ կանգնում իրանք։ Բայց ես եկա սիրուն սաղին այլի աթոռների մեջ փողոցեցի շարունակեք։ Համել հանեց, ասում ամոթ է։ Այդ ճապոնացի կելիք բնացին հերթում։ Ասում քնում եք, գոնե մի խրացրեք։ Այդ արագ եղանք։ Կամ երաշտական խրացրեք, այո, դա էլ կա։ Մեկ էլ անցնեմ մի հատ էլ բեմական մի հատ հետաքրքիր պատմության Բեյրութում, Ես բանը ուզում պատմեմ, գիտես, չէ, Ավստրալիայի են հյուրանոցի, որ դռներ փակ էր։ Գնացինք հյուրանոց մեզ իջացրին, չգիտենք, որ պետք է մեզ իջացնեն, Արային տանեն ուրիշ տեղ, դե ինքը երբեք չի համաձայնվում տենց բանի, մենք միասին պետք է դնենք, ես իմ ընկերների հետ պետք է դնեմ, ուր ուզում անի, ինչ տեսակի հյուրանոց ուզում անի, կապ չունի։ Ես իմ ընկերների հետ պետք է դնեմ ու ասենց անակնկալ մեզ իջացնում են, գիտի ինքն էլ պետք է իջնում եք քշում գնում են, իո։ Բայց ընկերներս ոնց ինչ, բա ձեզ տանում ենք ուրիշ հյուրանոց, բա ինչ պետք է ուտեն, դա սկսենք դրանից, հասել են մի հատ խամ տեղ։ Գնացել ենք արդեն ուրիշ հյուրանոց ենք գնում, ասում բա ընկերներս սոված մնացին, այս Վարդին ասում լսի մի հատ ուտելու տեղ ճարի, բան առնենք, տանենք տղերքին։ Հիմա սա Սիդնեյը գիշերվա կեսա ֆռում ենք, փակ ամեն ինչ։ Մենակ օպերելուսերն ա վառում։ Մենակ, հա, մեկ էլ գտանք մի հատ բան, McDonald's, մտանք այդ ուտելիքները առանք, սինիներով, ամեն ինչ առանք, սիրուն շարեցինք ավտոյի մեջ, եկանք հյուրանոց դռները փակ ա։ Հիմա այս դռները ծեծում եմ, ասում արա դռները բացեք, աշխարհում ոչ մի հյուրանոց դռները փակ չի լինում, էլի գիշերը։
Վերջը մեկ էլ կիսա քնած ախրանիկ է եկավ այդ անվտանգությունը իր ռացիայով, ասում կներեք, էլի բացեք իմ երաժիշտները վերևը քնած են, բայց սոված են, քնած չեն, էլի, ասենք ուշ ասելով ժամը 12-ն է, էլի, մեկն է, լավ, ամենաշատը, ասում երաժիշտները սոված են, սա փոխանցեք կամ էլ իրանց, չասում իրանք քնած են, չեմ կարա դուռը բացեմ, ասում խնդրում են էլի իմ երաժիշտները իրանք քնած չեն, այս ուտելիքը հասցրեք իրանց։ Ես չգիտեմ, իմ երաժիշտները երբ են քնած։ Վերջը, այս մարդը ասաց չէ որ չէ, բոլորը քնած են, դուրս եկա փողոց, գոռում եմ Արշակ։ Նարեկ, գոռում եմ եկել է security-ն եկա, ասում եմ, հեսա ոստիկան եմ կանչում, ինչ է գոռում սա քնած են։ Ասում եմ, բայց ո՞նց անեմ, արի Ավստրալիա Սիդնեի մեջտեղը գիշերվա կեսուր ոստիկան էլ մի հատ գա, լավ այդ ձենս, այ ոնց էիք լսել էդի, չեմ կարում պատկերացնեմ, որտեղ ես չգիտեի դուք որ կողմի շենքի որ մասում եք։ Ես խառը գոռում եմ ինչքան ուժումն էի, որ մեկը լսեք։ Մեկ էլ Արշակը տակից եկավ սիրուն։ Ապա ի՞նչ ա եղել։ Ասի արայս ուտելիքը շու։ Տարեք ձեզ։ Նոր Արշակը գնաց այդ ոստիկանից պրծանք։ Բեյրութի մասին խոսքը մի վարկյա մի հատ հետաքրքիր պատմություն չէ, դրվագ ասեմ, նախ Էմիլ Լահուտ դահլիճի բացման արարողությունը, որ նոր էր բացվում, նախագահի անվան դահլիճ։ Նախագահի անվան Արա Գևորգյանի համերգով էր հրավիրված բան եւ այլն, բայց մեր շատ տարօրինակ ու շատ խիստ բան ասեցին մի բան ենք մենակ խնդրում, ճիշտ ժամը 9-ին սկսի համերգը, հանկարծ մի վայրկյան, բա ում հարցնենք, ոչ մեկին, ասում եք, քեզ ասեցինք արդեն վերջ, Արային ասեցի, արա 9-ից պակաս բոլորը դահլիճում 9-ին որ վարակույրը բացվեց, ըննես մի հատ ծափ եղավ, բայց ասում ենք ինչի համար է բանը, հələ համերգը չի սկսել, պարզվում է վերջին մի քանի խմբերը որ ելույթ են ունեցել չեն կարողացել ժամանակին սկսեն, այս մարդկանց ուղղակի որ ժամանակից արդեն ծափարություն շատ մեծ բան է, որ ժամը 9-ին սկսելը բուրըն ծափերով սկսես։ Բայց դա նաև հանդիսատեսի մշակույթն է, չէ՞։ Սովորաբար մեզ մոտ ոնց է հանդիսատեսը միջև համերգը սկսում է, եւս կես ժամ, հələ համերգը հեչ, լավ, մի երկ լսես, բա թատրոնը։ Ամերիկայում էլ է։ Համերգը պետք է ժամը 7-ին սկսի, մեր համերգը եղել է Լոս Անջելեսում, 7-ից 15-ը դահլիճի կեսը դատարկ է։ Նայում ենք փարքինգում կանգնած զրույց են անում։ Հա, բայց բոլոր տոմսերը վաճառված են, չէ՞ կարծես, բայց այսինքն դա մշակույթային Կրեմլում էլ բանում էլ միշտ ուշացումով։ Ու ինձ շատ զարմացրեց 2001 թվականին, երբ որ Լա Սկալայի օպերայի նվագախումբը մեզ մոտ համերգի էր, մարզահամերգային համալիրում 2001 րոպե առաջ դահլիճը 1700-ամյանն 45 րոպե առաջ հայտարարվեց 45 րոպե առաջ համերգից դռները փակվելու են։ Մենք 45 րոպե նստես են սպասել ենք։ Ես գիտեմ Լա Սկալայում նաև ուրիշ բան։ Լա Սկալայում այսպիսի իտալացիները այդպիսի մշակույթ ունեն, որ մարդը եւ եթե Լա Սկալա գնացել եք, հաստատ տեսել եք, այսինքն մարդու վերջին ցանկությունն է, մահանալուց առաջ, որ իրեն պետք է բերեն ինքը օպերա լսի։ Եվ բոլորը պետք է նստած լինեն, որ կարողանան այդ մարդիկ արանքներով բերեն այդ պարկած մարդկանց այդ բաների ինչ Ես չեմ հանդիպել։ Վերջին մարդու վերջին ցանկությունն է, ու դա բավականին թանկ հաճույք է իրականում, եւ ոչ միայն մեծահարուստները, նաեւ մարդիկ, որոնք որ կյանքում օրինակ չեն եղել, եթե իրանց երեխաները կարողանում են ապահովեն տես բան, դա մեծ պատիվ է։ Ուրեմն մի հատ համերգից էլ բան հիշեցի Սիրիայի Բերթի վրա, Հալեպի Բերթի վրա համերգին, ուրեմն անի ստեղծագործությունն է, ինքը հանգիստ պիանոյի մեջ, այն որ սենց բանը այդ լռությունը, այդ հանգստությունը, այն որ սենց տիրել է ամբողջ դահլիճն ու բեմը, ուրեմն այդ լուսավորությունը, այդ լուսերի այդ աշխատանքը, մեկ էլ այդ հանգստության մեջ մի հատ ոչ երաժշտական ձեն, որ ասես գլիսանդո էլ չի, սենց ինչ որ բան, որ սենց մտածում ես երևի ռեժիսորական բանն է, ինչ որ մի բան եղավ, մեկ էլ աշկներս ընկավ Ամիրբեկյան Ռուբենը, գործիքը չկա։ Ձերը մնացել է գործիք ընկավ գետի։ Էնսոնիկ ծանր ինքը, լավամոտ ինչ ինքը։ Ուրեմն, չէ, ընկելա ուրեմն դիմացը նստած է ջութակարը, ինքն էլ հաղթադամ տղա, բոյով, ջանով, այս ջութակարի տեսք չունի, ավելին էս կանտրաբասիստի տեսքով։ Ուրեմն ընկելա այս տղու մեջքին, այսենց որ գործիքը այդ գլիսանդոնը տենց է եղել։ Հիմա
Ամիր Բեկյանը այդ մթության մեջ բանը գործիքն է ման գալիս, այստեղ են ուրեմն թողել ասես մեկած մի ձեռով այսպես մի ձեռով ջութակն է, մի ձեռով են սոնիկա, տեղավորում է։ Հիմա նայեք ոնց է ծիծաղում ու ամբողջ համերգը այդ հիստերիկ ծիծաղը մտել է մեր ու տանջվում ենք։ Ուզում ենք լրջանանք, հենց լրջանում ենք, հենց լրջանում ենք, միամիտ սենց աշկը սնգնում է Արային, ինքն էս լավ է, քողարկվել է գլխարկի տակ։ Հա, դու եւ բախտը բերել։ Այդ ծիծաղը չի երևում, ինքը քողարկվել է, նայում ենք սենց անկախ իրանից ինքն էլ սենց բանա ծիծաղում է, մենք էլի սկսում ենք։ Սա համերգին տանջվեցինք, լավը առաջի բաժինն էր։ Գնացինք ընդմիջման, ուրեմն մեր բասիստ Արամը տարված երաժշտությունով ինքն է շատ հանգիստ տղա է։ Բասիստ է, այո, բասիստները այդպիսին են։ Կողքերը շատ բաներ կարող է չնկատի, այնքան ինքը տարված է։ Ու երաժշտությունով տարված բան, մենք խոսում ենք ընդմիջման, ասում ենք, որ ինչ վատ բան եղավ, էլի, բան ասում ենք։ Մեկի էս Արամ ասում է, ի՞նչ է եղել, որ։ Ասում զարմացած նայում ենք Արամին, մենք մեռնում ենք, հազիվ ենք դիմադրել, ասում է ի՞նչ է եղել, որ։ Ասում ենք Արամ ջան, բա գործիքը բանը Պաստավկից ընկավ, էլի։ Գործիքը ընկավ, հենց արա լուրջ եք։ Ես ասում եմ, ի՞նչ ձեն էր ասում։ Չի տեսա, դե ամեն դեպքում լուսային այդ բանի մեջ չի նկատել ինչա կատարում։ Առաջարկում եւս մեկ երաժշտական դաթար եւ միգուցե այս երաժշտական դաթարը ել ավելի զարմացնի մեր այսօրվա գլխավոր հերոսին, պարոն Արա Գևորգյանին, լսում ենք եւ դիմավորում ենք մեր հաջորդ հյուրին։ Երկիդ հետ ես թրջեմ այս անցած դարերում պատկերդ ես տեսնեմ արքայած ոստանում այս երկը իմ սրտում մեծ կոմիտ ասի պես տուն դառնամ ես անտես իմ սուրմը
Բրավո, բրավո։ Շնորհակալություն Մարիամին եւ մեր Սուրպրիզներ էին, երաժիշտերին։ այո։ Գեղեցիկ շատ կատարում, որի հեղինակն է հենց պարոն Արա Գևորգյանը, հենց նոր միտք ծագեց մոտս, չգիտեմ, մտածել եք դրա մասին, թե ոչ, Երևանի մասին ունեք ստեղծագործություն, Վանի մասին ունեք ստեղծագործություն։ Երևանի մասին ունեմ 8 ստեղծագործություն։ Ուրիշ բան եմ հավաքում։ Երևանի մասին ունեք, Վանի մասին ունեք, Անիի մասին ունեք։ Միգուցե Դվին, Բագարան, այսինքն բոլոր մայրաքաղաքների մասին կա։ Իհարկե։ Ես լսում եմ ասի։ Նույնիսկ ժամանակին առաջարկել եմ քաղաքապետերին տարբեր ժամանակին առաջարկել եմ, որ այս բոլոր մայրաքաղաքների անուններով ունեմ ստեղծագործություն, սարքենք մի ձայնասկավառակ, մեջն էլ դնենք այդ պատմությունները, այդ քաղաքների մասին կլինի լավ նվեր։ Անշուշտ։ Ես ասել եմ, ես լսել եմ։ Ավանես Թումանյանը ասում էր ասողին լսողա պետք, այս պարագայում փաստորեն պարոն Արա Գևորգյանը ասում էր, ինքը ասում էր, ինքը լսում էր։ Իսկ հիմա ես ուզում եմ հրավիրեմ այստեղ անակնկալ հյուր համար 3 Ականջի Սաքսոֆոն Հասկացում եմ, բայց այս երաժշտությունը, որ նվագում ենք, ձգում եմ, որ համել չշփոթվեմ, էլի։ Եվ Մի սաքսոֆոնիստ գիտեմ, մի հատ նվագեք։ Լևանը, որը Լոս Անջելեսում ապրում։ Դե պատմեք Լևան, ինչպիսի հիշողություններ կան կապված Ռալի հետ կապված լիքը հիշողությունը Դες դրա համար են կանչել 85 թիվն էր, ինչքան հիշում եմ նվագում էինք, ինչ էինք հիշում Եվրոպայի գործերն էինք կարծեմ նվագում գործերից եւ իրա կանգնած նվագում այն ժամանակ այդ որ գոլոշի թողեցի Գոլոշի էֆեկտը առաջին ենք արել նոր էր դուս եկե Հայաստանում չկար Բայց Պուգաչովն արդեն Արլեկինոն երկել է Չէ, տելևիզորով շատ տեսել ես Հայաստանում Մենք սարքավոր մեր գերերից մեկը սարքեց Սարգիս Բերբերյանը ինքը սարքեց Սարքեց տեղադրեցինք բեմի վրա ուրեմն լավ երկերի ժամանակ Ու կներես Լևան ջան ամեն ընդմիջման ժամանակ քիմիական կոմբինատից սառույցը ստանում սառույց կոտրել մեծ քանակով է քանի որ պայմանագիր կար ամեն օր բերում էին Քիմիական գործարանից թե խլադա կոմբինատում պետք է հա հաստատ Կիրովի գործարանից Այդ բանն էլ sense ագրեգատն էլ sense սոպլա ունի որը որ բուղը դուսա գալի այդ սուխոլոդը գիրեք ջերի մեջ գցում այդ հերթական բանը որ նվագում ենք թողեցինք կոճակը սխմեցինք դուս եկավ sense շերտով դուսա գալի զարմանում բեմը լցվեց հետո բեմն էլ բարձր իշավ ներքև ու զալով տարածվում Այդ մոմենտին տեսանք բոլորս նայեցինք աչ ինչ տեսանք որ մի պրախոտ սեղանների արագ պրախոտ կար չէ դա երիտասարդ են գալի երկու տղա ու աղջիկը թև ընկած չեմ ասում չէ պոդրում թև ընկած տղային գալիս է մեկը դրանց գոլաշ բանը բուղը հասավ մեկը ոնց որ բանը պայմանավորված լինեն Սենց как будто препятствие какое-то. Երկուսով ոդը բարձրացած է որ ոդի վրա։ Ես մեկին նայում ես հիմա նվագում եք ժողովուրդը չի տենում է։ Քանի որ նստած է սեղանի շուրջ, բայց բե բարձր է մեկ տենում է։ Փաստորեն Արայիկը սինտեզա նվագում ծիծաղում է։ Հա բայց դուք չեք կարող ծիծաղել, չէ՞։ Ես սաքսոֆոն եմ նվագում։ Հիմա ծիծաղս գալիս է, փրկում է ժողովուրդը լսում է, ասես տենում է զի։ Այս ժողովուրդը էլ հիշում եմ, սենց էին անում։ Ժողովուրդը չի տեր, այդ ամենից չի տենում, հասկանում ես ի՞նչ է կատարվում։ Ուրեմն մի օր նվագում ենք, մեկ էլ մի հատ կլիենտ ա եկել, ժամը 11-ից հետո, այն որ KGB-ից էր, թե որտեղից էր, որ ասաց, ես ուզում եմ որ դուք իմ համար նվագեք։ Դե ասում ենք ախպեր ջան, էլ չենք կարա նվագենք։ Ժամը վերջացրել ենք, գործիքները հավաքել ենք, բան չէ։ Ես խնդրում եմ որ դուք նվագեք, ես կապիտան KGB, սենց էր ներկայանում։ Մեկ էլ ասում ենք, բանը ախպեր ջան, դե զալի վարիչին ասա, էլի։ Մենք իրավունք չունենք, սենց համ։ Ես ուզում եմ որ դուք գնաք իրան ասեք։ Արա հիմա սենց ասում եմ դե չենք կարող նվագենք, մեկ քո անուն ազգանուն ասա, ասենց
Վախեցած ասում եմ։ Գաս կաբինետ։ Վաղ կգաս կաբինետ, իվա Լևան իմ կու անուն ազգանուն ասա, հերթով տղերքի ազգանունը սաղ, սաղին ասելուց հետո մենք ունենք մի հատ շատ հրաշալի, մի հատ խոխմա, ծիծաղալու, Գագիկ Մկրտչյան։ Մկրտչյան։ Այդ բանի անվտանգության բաններ, տղեներ էլ են։ Հա։ Մի հատ ասում ենք Լևան Գագոին քթի։ Լևանը գնաց Գագոին բերեց, Գագոն մտավներ սենց արեց։ Էս ինչ ա ուզում։ Ասի մեր ազգանուններն ուզում վաղը տանի կագվի բանը։ Մեկ է սենց այս, լսի դու ով ես սենց այս։ Մի հատ կողմ ազգանունն է։ Լևան, ինչով էր տարբերում ձեր խումբը այն ժամանակ մնացած բոլոր խմբերից, որ ասացիք նախ նենց բաներ եք նվագում, որ ուրիշների ռեպերտուարում չկար։ Ինչով էր տարբերվում։ Մեզ մոտ գիտեք, մենք կիևցիները, որ նվագում էին Ծաղկաձորում, խումբեր Կիևից եկած, լավ ապարատուրա ունեին շատ։ Իրանք որ գնացին, մենք իրանք ապարատուրան առանք, մարշալ։ Այն ժամանակ հիմա էլա մարշալ ապարատուրա։ Հիմա էլ անես չէ որ այն ժամանակ պատկասել 85 մեծ կալոնկաներով այն շողությունը մեր մոտ այնց այնքան լավ է։ Ժողովուրդը յանի կրվասոլով էլի, ժողովուրդը գալիս էր երաժշտություն լսելու համար։ Այս ուտել խմելը երկրորդ պլանում էր արդեն։ Ասենք Սևանում կերը խմել էին, գալիս էին մեր մոտ, ասեն մի հատ Pink Floyd-ը նվագեք էլի։ Հատուկ կլենտուրա էր, հա դիրեկտորն էլ գալիս էր այն ժամանակ ասում էր տղեր հյուրեր ունեմ, այն ծուխը բաց կթողեք, չէ։ Հատուկ դա։ Որ հյուրերին ցույց տան ծուխը։ Ասեմ ավելին, պարոն Արա Գևորգյանը ոչ միայն երաժիշտ է, ոչ միայն մարդ է, որը որ վավերագրական ֆիլմեր է նկարում, ուրեմն անտեր նշանների մասին, այլ մարդ է, որը որ ունի ի տարբերություն մեզ ֆիլմ, որը նկարել է իր մասին CNN-ը։ Եվ այդ ֆիլմը ձեր մասին չեն նկարել։ Պատմեք խնդրում եմ։ Խաղալիքներից մասին են նկարել։ Խաղալիքների մասին, ու ձեր մասին եւ ձեր խաղալիքների։ Հա, որտեվ սկզբից զարմացա CNN-ի մասին ֆիլմ ա նկարել։ Մեր մասին սկի ոչ խաղալիքների, ոչ նասկիների մասին։ Խաղալիքների, որ կոլեկցիոներ եմ, ահա, հավաքածու ունեմ, CNN-ից նկարեցին մեկ անգամ ցուցադրվեց CNN-ով, 3 անգամ ORT-ի բարի լույս տենց մի հատ դոբրեի հաղորդում կար։ Դրանով 3 անգամ ցուցադրվեց, մի անգամ TV6 ալիքով, TV6 էլի ռուսական, եւ հետո արդեն մեր բոլոր հեռուստակայանները ցուցադրեցին իմ խաղալիքները։ Նրանք շատ էին քանակով, համերգներից, տարբեր տեղերից հավաքած, առած, բերած ու նույնիսկ խանութ էինք մտնում ուրիշ երկրում, Նարեկը կհիշի։ Ասում էին, հեսա այս խաղալիքը արային ցույց տանք հաստատ առնելու է։ Տղերքով գրազ էին գալիս, ցույց էին տալիս։ Խաղալիքի խանութ, ես այդ առնում էի, որ լավ է։ Խաղալիք ժամացույց։ Խաղալիք ժամացույց։ Մի բանն է, լավ հետաքրքիր բանն է։ Կախարդական խաղալիքներ եմ սիրել, որ ձայն են հանում, ինչ որ մի բան անում են, գույն են փոխում, եւ ամենահետաքրքիրն էր, որ Ամերիկայում ուրեմն առաջի համերգը պետքա տամ 99 թվականին ուղիղ եթերում գովազդային հաղորդումա չէ որ հյուր եկել Արա Գևորգյանը եւ այլն մեկ էլ այդ ուղիղ եթերի ժամանակ մի հատ կինա զանգում ասում Արա ջան գիտենք որ խաղալիքների կոլեկցիա հավաքածու ունեք կարելի է ձեզ ծաղիկի փոխարեն խաղալիք բերենք էլի բեմի վրա Ես էլ ուրախացել եմ, ասում իհարկե կարելի է, համ էլ իմ սիրած խաղալիքները իրանք չափով փոքր են, համ էլ այդ ծաղիկից էժան են։ Համ ձեզ ալավ, համ Արա Գևորգյանը։ Գորջան, ես ստացա 18 այսպես մեծ արկղ խաղալիքներ։ Եվ որ այդքան խաղալիք ստացա, սկզբից մի հատ նայեցի, տեսա որ մեջը շատ փափուկ խաղալիքներ էլ կան։ Ասի խոստանում եմ, որ հասնեմ Երևան, ձեր նվիրած խաղալիքները կտամ մանկապարտեզներին։ Կան երեխաներ, որոնք շատ 11 մանկապարտեզ 500-ից ավել խաղալիք։ Պարբերաբար, անդադ ստանում էր, անդադ նվիրում։ Բայց ես ասում որ գլխարկների կոլեկցիա ունես։ Գլխարկների կոլեկցիա էլ ունեմ։ Այո։ Դե գլխարկ ես չունեմ։ Գլխարկ ունի Կարմիր գլխարկը, ես չունեմ այստեղ այս պահին այս գեղեցիկ խաղալիքը։ Մեր ավտոմեքենան սիրով ուզում եմ նվիրեմ ձեզ, պարոն Արա Գևորգյան, թող ձեր կոլեկցիայում լինի։ Մյուս անգամ, երբ որ CNN-ից գաք, ասեք, որ սա երեկոն Շանթումի ավտոներից։ Գոր ներողություն եմ խնդրում։ Ահա։ Ես էլ քեզ էի նվեր բերել։ Յա։ Բայց հենց հիմա նայում եմ մեքենայի մեջ եմ թողել։ Okay, ուրեմն հաղորդումից հետո ես քեզ կնվիրեմ իմ ձայնասկավառակը, որտեղ 43 երաժիշտ 14 երկրից իրար հետ նվագում են, տարբեր ազգի։ Դու այդ ձայնագրության պես բան երևի
քիչ տեսած կլես։ Շնորհակալ եմ խաղալիքի համար, բայց երբեք մտքովս չէր անցնի, քանի որ ստեղ տեսա իրական ավտոմեքենա, ինձ թվաց սա գովազդային ինչ-որ տենց Դե համել գովազդային մեր սիրելի հովանավորի կողմից, Էլդրավի կողմից ձեզ փոքրիկ նվեր, այսպիսին էր երեկոն շանթում Արա Գևորգյանի համար, մնացեք մեզ հետ եւ գիտեք ինչ կա, մենք բոլորս խոսում ենք տարբեր լեզուներով, մենք բոլորս ունենք տարբեր գաղափարներ, մենք բոլորս սիրում ենք տարբեր բաներ, բայց մենք բոլորս Homo sapiens ենք, եկեք բոլորս դրա մասին հիշենք։ Կհանդիպենք շանթի եթերում, ցե